Անունը չգրվեց, բայց Արցախը հնչեց։ Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովա, Նիկիտա Ռախմանին զույգը 3 Միլանում կարճ ծրագրում ելույթ ունեցավ Արա Գևորգյանի Արցախ ստեղծագործության հնչյունների ներքո, սակայն անվանումը չգրվեց, այն ներկայացվեց որպես Արա Գևորգյանի երաժշտություն։ Բաքվի բողոքից հետո Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշել էր պահպանել ստեղծագործությունը, բայց հանել անվանումը։ Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն պնդել էր, թե երաժշտությունը մեջբերում եմ քաղաքականապես լարված եւ անջատողական է։ Մինչև Օլիմպիադա մեկնելը Կարինա Ակոպովան Ազատության հետ բացառիկ զրույցում խոստովանել էր, որ որպես հայուհի միշտ երազել է սահել Արցախի ներքո, ազգային տարերով զգեստի դիզայնն ու գաղափարը ևս անձամբ Կարինայինն էր։ Это была тоже моя мечта, наверное, с детства, как армянки. Դա եւս իմ մանկության երազանքն էր, որպես հայուհի, երբ մեկնեմ օլիմպիական խաղերի, ելույթ ունենամ Արցախի ներքո։ Այնպես ստացվեց, որ հենց այս սեզոնին մեզ թույլ տրվեց ելույթ ունենալ։ Օլիմպիական խաղերի սեզոն էր ու ես առաջարկեցի սահել Արցախի ներքո։ Ինձ հետ համամիտ չէին, բայց ես պնդեցի, ասացին անիմաստ է քեզ հետ վիճել ես, սահիր ինչի տակ ուզում ես։ Катайся, подо что хочешь. Բաքվի բողոքը սակայն մարզիկներին չխանգարեց բավականին հաջող ելույթ ունենալ։ Նրանք 66.27 միավոր վաստակեցին 19 զույգերի շարքում զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը։ Հաղթահարեցին որակավորման փուլը այսօր ազատ ծրագրում մրցելու համար։ Այսօրվա ելույթը հնդկական մոտիվներով է։ Զույգը ազատ ծրագրում հանդես կգա Միլիոնատերը ետնախորշից ֆիլմի հնդկական հնչյունների ներքո։ Հայաստանը 2025-ից ներկայացնող Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը Միլանում ազդարարեցին հայկական գեղասահքի օլիմպիական նորամուտը զուգասահքում։ Նրանց էր վստահված նաև Հայաստանի դրոշը տանելու պատիվը 25-րդ ձմեռային օլիմպիադայի բացման արարողության ժամանակ։